Բարև ձեզ սիրելի բարեկամներ, դուք դիտում եք Ջրբաժան հաղորդաշարը եւ մենք խոսում ենք ավանդույթների եւ արդիականացման մասին։ Այժմ իմ զրուցակիցն է Նոր ժամանակներ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը։ Շնորհակալություն Արամ։ Չեմ կարող չսկսել ընդհանուր հարցից։ Ընդհանուր հարցը հետեւյալն է։ Իհարկե այդ պատասխանել եք, բայց խնդրում եմ նաեւ մեր օգտատերերի համար։ Դուք որոշ ժամանակ пассив եք քաղաքականության մեջ, Facebook-ում գրառումներ չէիք անում առանձնապես, հարցազրույցներ չէիք տալիս, բայց հետո որոշեցիք ձեր լրությունը խախտել։ Ինչու՞։ Սկսեմ նրանից, որ դա այո, դա փաստ է։ Սկսեմ նրանից, որ այն ժամանակ, երբ որ ես շատ ակտիվ էի, եւ եթե հիշում եք 2018 թվականին նաեւ ակտիվ մասնակիցներից եմ եղել այդ գործընթացի։ Որ կողմից։ Իհարկե Փաշինյանի կողմից։ Իհարկե, Փաշինյանի չէ, այսինքն ես ինձ չեմ համարել երբևէ որևէ մեկի կողմից։ Ես պայքարել եմ նախկին ռեժիմի դեմ եւ ճիշտն ասեմ, Արամ ջան, համարում եմ, որ շատ ճիշտ եմ արել։ Ինչքանով է հաջողվել դա ուրիշ հարց է, բայց համարում եմ, որ շատ ճիշտ եմ արել։ Այն պահից, երբ որ այնտեղ հնչել է Նիկոլ Վարչապետ արտահայտությունը, այդ պահից թե ես, թե իմ կուսակցության ընկերները այնտեղ ներկա չեն գտնվել արդեն։ Եվ դրանից հետո ես պահել եմ այդ բոլոր սկրինշոթերը, հազարավոր մարդիկ, այդ թվում ֆեյքեր եւ ոչ ֆեյքեր, ինձ գրում էին լավեք մի խանգարեք թող աշխատեն։ Ծանոթ կարգախոս է։ Եվ դրանից հետո ասեմ, Արամ ջան, այնպիսի հայոյանքներ եւ այնպիսի զազրախոսություն ես Երևանում ծնվել մեծացել եմ, ծնվել եմ Էրեբունիում, այնպիսի թաղամաս է, որ այնտեղ մեծ քանակությամբ քրեացին տարեր են ապրել ժամանակին եւ այլն։ Եղել եմ բանտերում, բայց ես այդպիսի զազրախոսություն եւ այդպիսի հայոյանքների քանակ կանանցից պատկերացնում եք Երևանում կանանցից ամբողջությամբ ընտանիք, կին, երեխաներ, մայր, ում հնարավոր է եւ հնարավոր չէ, ասում եմ բոլոր սկրինշոթերը պահպանված են։ Լավ էլ կարդում եք։ Ես էլ եմ ստանում, բայց ես ուշադրություն չեմ դարձնում, ճիշտ է։ Հիմա չեմ կարդում։ Եվ դրանից հետո որոշեցիք լռել։ Այո, ես ասացի, եթե այսպիսի մեծ ցանկություն կա, չխանգարենք եւ թողնենք թող աշխատեն, գիտեք, Հայաստանը էմոցիոնալ երկիր է եւ հայերս մենք էմոցիոնալ ազգ ենք։ Դրանից հետո 1-2 տարի հետո բոլորը գրում էին, բա ինչու եք լղում։ Ես էլ մի անգամ գրեցի, մի հատ կողմնորոշվենք, հա, բոլորս։ Ես ինձ չեմ անջատում իմ ժողովրդից։ Բացի դրանից իհարկե նաեւ կա քաղաքական հաշվարկ։ Արամ ջան, եթե հիմա վերցնենք եւ նայենք չոր մնացորդը, ռուսների Սուխոյ հաստատակը, այս ընթացքում բոլորը խոսեցին, բոլորը ինչ որ գործողություններ արեցին։ Ես չեմ մեղադրում փառք ու պատիվ բոլորին, ով փորձում էին պայքարել այն ամենի դեմ, որ անում էր Փաշինյանը եւ իր թիմը։ Բայց վերջո եկանք այն պահին, որը կոչվում է քաղաքական պահ։ Քաղաքական պահը դանդաղություններն են։ Այդ քաղաքական 21-ին այդ պահը չէր։ Ոչ։ Ասեմ ինչու, կարող եմ բացատրել, եթե հետաքրքիր։ Իհարկե։ 3 տարի էր անցել ընդհանուր դառնամբ այդ process-ից, Արցախը հայաթափված չէր դեռ, գնում էր մի իրավիճակ, որտեղ մենք պարտվել էինք պատերազմում, իսկ պարտության դեպքում նույնիսկ լավ ցանկություններով օրվա իշխանությանը, հա, ինչ որ ձևով ներկայացնել խնդիրներ, ես կարծում եմ, որ այդքան էլ նպատակահարմար չէր այն ժամանակ։ Բացի դրանից տպավորությունս այնպիսին էր եւ ցավոք սրտի դա այդպես էլ եղավ, որ այդ ընթացքում իշխանությունը փոխել կարելի էր միայն հեղափոխության ճանապարհով, որին դեռ Հայաստանը իր ժողովրդավանդած պատրաստ չէր։ Շատ բարի։ Այսինքն 18 թվականից որոշ ժամանակ ակտիվ էիք, հետո пассивացաք, հիմա որոշեցիք ակտիվանալ, ինչ նպատակով։ Որովհետեւ կա քաղաքական պահ, իմ նպատակը մեկն է։ Ես դրա համար էլ չեմ առաջադրվել որևէ մի ցուցակով, չեմ առաջադրվել ինքնուրույն, բացի նրանից, ինչ արդյունք կլիներ եւ այլն, ունենալով բոլոր թե ֆինանսական դայալ խնդիրները, նպատակը մեկն է։ Ես ուղղակի իմ համար
թե անալիտիկ հնարավորություններով, թե ինֆորմացիաներով գիտեմ, թե ինչ կլինի, եթե քաղաքացիական պայմանագիր այս անգամ էլ հաղթի ընտրություններում։ Մեր թեման ջրբաժանն է, հա, այսինքն հնի եւ նորի ավանդականի եւ արդիականացման։ Հիմա ձեր կուսակցությունը կոչվում է նոր ժամանակներ։ Այո։ Եվ հետեւաբար ես կարող եմ ենթադրել, որ դուք հասարակական, տնտեսական, քաղաքական արդիականացման կողմնակիցն եք։ Ճիշտ եք։ Ինչպիսի արդիականացման մասին էիք կամ եք դուք երազում։ Ես երազում եմ, գիտեք, շատ հետաքրքիր մի իրավիճակ է։ Հասկանում ենք, որ 21-րդ դար է։ Հասկանում ենք, որ տեխնոլոգիաները այնքան են առաջ գնում, որ մարդկանց պետք չէ նույնիսկ վիդեոհատել, այլ կատարում են գործով։ Այսինքն, քանի որ ես եկել եմ քաղաքականություն գիտական ոլորտից եւ շատ սիրում եմ գիտական հայտնագործությունները եւ գիտնականների առաջընթացը, որոնք հասարակությունները առաջ են մաղում, հա, ես հասկանում եմ, որ կա երկու հիմնական թեզ, որը մենք պիտի, եթե ընդհանուր ասեմ, փորձենք ամրակցել, հա, միացնել։ Չմոռանալ ավանդույթները, գլխավոր ավանդույթները եւ ավելացնել դրան այն ամենը, ինչ առաջ է շարժվում այսօրվա աշխարհի հասարակությունները։ Արդյունաբերական զարգացման տեմպերը եւ ձևերը, էներգետիկ նոր հնարավորությունները, որոնք ստեղծվում են, գեոքաղաքական նաեւ թեմաներով հասկացողությունը, որ աշխարհը փոխվելու է ու փոխվում է եւ մեր տեղը այդ նոր աշխարհում որն է լինելու, ատոմային էներգիայի զարգացման բոլոր տեմպերը, թե ինչպիսին պիտի լինի եւ դրանից ինչը մենք պիտի վերցնենք մեր համար, որպեսզի կարողանանք առաջ շարժվել, կրթությունը, որը շատ կարեւոր բան է, ես կարծում եմ ամենակարևոր հանգամանքներից մեկն է, կրթության խնդիրների մեջ ես առաջնահերթ կտեսնեի դաստիարակությունը։ 21-րդ դարին հարի դաստիարակություն չստացած ազգը եւ ապագա չի կարողանալու առաջ ընկնել։ Նա մնալու է միշտ անգենրաունդ, հա, հետևում։ Որովհետեւ ճիշտ ասեմ, այն սերիալները եւ մնացածը, ինչ ես տեսնում եմ մեր հեռուստատեսությամբ եւ այլն, ոչ ավանդույթն են մեջտեղ բերում կրթում։ Հայկական սերիալները նկատում եք։ Այո։ Եվ ոչ էլ առաջընթացն են ապահովում կամ ինչ որ ձևով հանդիսանում են հիմք նոր կրթական համակարգի եւ այլն։ Ես երկու բան հասկացա մեր խոսակցությունից արդեն, որ դուք հեյթերների մեկնաբանություններն եք կարդում եւ որ դուք սերիալներ եք նայում։ Ես ձեզ ասեմ, ցավոք սրտի ոչ առաջինը, ոչ երկրորդ նա ստիպված է այն ժամանակ կարդալ սերիալները ինչքանով ուղղակի Facebook-ում եւ մնացած տեղերում ես տեսնում եմ, դրանով ես արդեն վաղուց հեռուստատեսություն հիմա լավը թե վատ չեմ դիտում։ Հիմա մենք կարող ենք ասել, որ մենք 35 տարի ապրել ենք հին ժամանակներում եւ նոր ժամանակները չեն եկել եւ հիմա ավելի հին ժամանակներում ենք ապրում, քան 6-8 տարի առաջ։ Գիտեք, հիմա մենք ապրում ենք, ես կասեի, խաղաղ ժամանակներում, ոչ հին, ոչ նոր, այսպեսի մի ջրբաժան է, որտեղ կանգնում է արդեն ոչ թե ինչ ժամանակներում ապրենք, այլ գոյատևենք ապրենք, որովհետև լինենք, այո, այսինքն լինենք, որ հետագայում կարողանանք բնորոշել, թե ոչ ժամանակներում եւ ինչպես պիտի ապրենք։ 35 տարի ես չեմ կարող ասել, որ միայն հին ժամանակներ են եղել, հա։ Այնտեղ էլ եղել են որոշակի առաջընթացներ, որոշակի, եթե նկատում եք, ինչու։ Որովհետև դա կապված է եղել հայ մարդու հետ։ Եթե ոչ Հայաստանում, ապա դրսում, նաև Հայաստանում հայ մարդը միշտ կարողացել է գյուտերի հեղինակներ դառնալ, սպորտում իրեն ցույց տալ, այսինքն առաջընթացը, հա, եղել է, բայց համաձայնվեն ձեր հետ մի բանում, որ Հայաստանը որպես, հա, պետություն չի կարողացել այնպես շարժվել առաջ, որպեսզի ապահովի իր կենսական պահանջները նույնիսկ։ Տեսնում ենք բանակ, որին մենք պաշտել ենք, որին ամեն ինչով օգնել ենք եւ այլն, եւ առաջի ամենածանր մարտի ժամանակ ունենք պարտություն։
դա անխուսափելի երևույթներ են աշխարհում, այնպես չէ որ բոլորը անպարտ են։ Բայց պետք չէ արդյոք մտածել, թե ինչու է այդպես եղել։ Գիտեք, Հայաստանում ընդունված չի, նաև այդ հետամնացության խնդիրը դաստիարակության հարցն է, ընտանեկան դաստիարակության, դպրոցի մակարդակի։ Մենք բոլորս էլ փողոցում, այսպես ասած, դուք էլ ես էլ կյանք ենք անցել խորհրդային միության ժամանակ։ Բաքում, այսպես ասած, Բաքում։ Բայց երբևէ չի եղել, չէ՞ Արամ ջան, որ մեր մոտ բակային մտածելակերպը ընտանիքում մարդկանց հետ հարաբերությունների մեջ եւ այլն դառնա գլխավորը։ Մենք կապված մարդիկ ենք եղել խորհրդային միության պայմաններում, դաստիարակված, կապված, հասկանալով, որ ծերին հայոյել չի կարելի, մարդկանց վիրավորել անհատական անձնական կյանքով չի կարելի, եւ այլն, դա դաստիարակություն է։ Եթե չկա այդ դաստիարակությունը, ինչ ժամանակների մասին է ընդհանրապես խոսքը։ Դուք արդեն սկսեցիք դրա մասին խոսել, արդյոք դուք ակնկալում եք, այսինքն ակնկալում եք, որ 18 թվականին սկսվելու է արդիականացում։ Ես էլ, հա, ինչ մեղքս թաքցնեմ, այդպիսի ակնկալիք ունեի։ Ինչու դա չստացվեց, բայց իհարկե բնականաբար դա մի դասախոսության թեմա է 2-3 րոպեում։ Շատ կարճ, ես ասեմ այն պահից, նորից կրկնեմ իմ ասածը, առանց որևէ խնդիրներ քաղաքական, հա, այստեղ բերելով, այն պահից երբ հնչեց Նիկոլ Փաշինյան վարչապետ, ես հասկացա, որ արդիականացումը դադարելու է։ Ինչու՞։ Որովհետև, անջան, հասարակությունները, եթե դրա անունը, այդպիսի թռիչքաձև փոփոխությունների անունը հնից հրաժարվելու դնում են հեղափոխություններ, ապա հեղափոխությունները ունեն իրենց տրամաբանությունը։ Հեղափոխությունը մի մարդու մյուսով փոխելու խնդիրը չի, դա հեղափոխություն չի։ Դա ինչ անուն ասեք կարող եք տալ, բայց դա հեղափոխություն չի։ Հեղափոխությունը բեկումային գործընթաց է, որը մի հասարակարգից մարդկանց պետք է թռիչքաձև անցկացնի մի այլ հասարակարգ։ Հիմա ինձ ասեք, 8 տարվա այսպես նայելուց հետո, հետ նայելուց, այդ որ մի թռիչքաձև խնդիրն է լուծվել։ Չէ, եթե օբյեկտիվ խոսենք, նույնն է մնում։ Որոշ բաներ վատացել են, բայց ընդհանուր բանը մնացել է նույնը։ Ահա, այսինքն ընդհանուր իրավիճակը մնացել է նույնը, համակարգ։ Համակարգերը չեն փոխվում։ Համակարգերի փոփոխության համար պետք է փոխել սահմանադրություն, համապատասխանեցնել նրան օրենքներ, փոխել տնտեսական կացութաձևի մոտեցումները։ Դրանք են հեղափոխությունները։ Լավն են թե վատն են։ Ես երբևէ կողմ չեմ եղել, ասենք, Յակոբինների հեղափոխությանը, Ռոբեսպիերը երբ որ հիշում եք, չէ՞, Մարատին տանում էին փողոցով, գոռում էր 100,000 բուրժուայի եւ ինտելիգենտի գլուխ եմ ուզում։ Փարիզյան հեղափոխության ժամանակ։ Ես դրա կողմնակիցը չեմ, որ այդպիսի ջարդ լինի, հա, բայց դրա հետ միասին հեղափոխությունը պիտի փոխի հասարակարգի պայմանները, որպեսզի կարողանան մարդիկ հասկանալ, որ այսպես ասած եկել են նոր ժամանակներ։ Մենք կարող ենք ասել, որ մենք շարունակում ենք ապրել հետ խորհրդային իրականության մեջ, թե այլ իրականություն է։ Ոչ, ճիշտ եք։ Միանշանակ, այսինքն ես կասեի, որ շատ ճիշտ բնորոշեցիք, հետ խորհրդային, խորհրդային չէ, հետ խորհրդային։ Եվ դա այն որ ասում եմ ոնց որ մեր անեծքը լինի, հա։ Այն չի անցնում։ Տարիները անցնում է, ոնց որ անեծքը լինի մեր համար։ Ինչ եմ ես հետ սովետի տակ հասկանում։ Կոռուպցիան, իշխանության ամբարտավան կեցվածքը, ընտրությունների ժամանակ ընդդիմադիրներին հետապնդելը, ինչ որ մենք տեսել ենք այս տասնամյակների ընթացքում, լրագրողների վրա հարձակվելը։ Այդ ամենը եղել է, կա եւ ենթադրում եմ կլինի, հա։ Շարունակում է, այսինքն կարելի է ասել, որ տեմպերը փոխվել են տարբեր ժամանակներում, իմիջայլոց շատ հետաքրքիր բան կա, որ վերցրեք այդ խորհրդային բոլոր պետությունները։ Համարյա բոլոր տեղերում նույն բանն է։ Այսինքն կարելի է բնութագրել, որ խորհրդային հասարակությունը խորհրդային միությունից այսպես ասած դուրս է եկել, բայց նոր հանգրվան դեռ չի ասել։ Եվ այդ ամենը, որ դուք ասում եք, տեմպերն են այլ, տեմպերը։ Բայց ամեն ինչ հիմա մենք տեսնում ենք,
բնութագրում է հենց հետ խորհրդային ընթացք։ Ես տարիներ առաջ մի քննարկման Թբիլիսիում ներկա, որտեղ մասնակցում են եւ վրացի եւ ռուս փորձագետները, եւ ռուս փորձագետը առանց որևէ վիրահորական ինչ որ հետին մտքի ասեց, այս հետ խորհրդային տարածքում վրացին միանգամից ընդվզեց, ասեց մենք հետ խորհրդային տարածք չենք, մենք արևելյան Եվրոպա ենք, мы եվրոպեյցի, այսինքն դա այդպես է թե այդպես չի։ Գիտեք, ասել կարելի է ամեն ինչ եւ կարելի է նեղանալ։ Ես ընդհանրապես մի լավ խոսք կա, ասում է ինչ կանել դու հայլուն անիծես, նա քո պատկերը չի փոխելու։ Այսինքն ցուցադրելու այն ինչ որ կա։ Ես կարող եմ ասել շատ հետաքրքիր բան։ Վրացիները ավելի քիչ մենք հայերս, եթե հիշում եք անտիկ շրջանում, եղել ենք այդ մեծ Եվրոպայի մաս։ Ամբողջությամբ ոչ միայն մաս, շատ դեպքերում նույնիսկ գրավել ենք որոշակի տարածքներ եւ այլն, որպես հայկական պետություն, եւ այս իմաստով ասել, որ մենք եվրոպացի չենք կամ ասիացի ենք եւ այլն, ոչ։ Այսինքն որպես ազգ մենք այնքան երկար ենք արդեն գալիս, որ նույնիսկ ինչ որտեղ արդեն խառնում ենք թե որտեղ ինչ, բայց եվրոպական ընտանիքի մեջ նորից կգտնեմ մենք նոր չէ որ պիտի ինտեգրվենք կամ չինտեգրվենք։ Մեսրոպ Մաշտոցից, Սահակ Պարթավից մենք ինտեգրված ենք։ Ոչ, այսինքն նույնիսկ այն առումով, որ Ֆրանսիայի Կիլիկյան թագավորություն եւ այլն, այսինքն մեզ չեն ճանաչում որպես 91 թվականից ստեղծված ինչ որ դա փաստ է, բայց մի բան է այս ամենը պատմությունը, մի բան է ռեալ իրավիճակը։ Այս հակասությունն է, հա, որ մեզ բոլորիս ինչ որտեղ գցում է ցայտնոտային կացության մեջ, երբ որ հացը գնում ում է լինել Ռուսաստանի, Եվրոպայի, Իրանի, չգիտեմ, Թուրքիայի եւ այլնի։ Որովհետեւ բնույթով լինելով շատ որպես ազգ, բնույթով լինելով շատ եվրոպական չափանիշներին համապատասխանող եւ ինչ որ առումով, ինչ որ ժամանակ նույնիսկ թելադրող, մենք ապրում ենք մի իրավիճակում, որը բնորոշում է հետխորհրդային որպես տարածք։ Իսկ աշխարհաքաղաքական առումով, արժեքային առումով պարզ է։ Մենք հակված ենք Եվրոպային, իսկ աշխարհաքաղաքական առումով մեր ժողովուրդը ոչ թե իշխանությունները հարափոխ, այսօր սրանք են, հետո նրանք են եւ այլն, ժողովուրդը հակված է դեպի Եվրոպա։ Գիտեք, ես ամբողջ ժողովրդի փոխարեն չեմ ուզում պատասխանել ուղղակի այդ հարցին, բայց ես կարող եմ պատասխանել զուտ աշխարհաքաղաքական, քաղաքական որպես գործիչ։ Աշխարհաքաղաքական փաստ։ Գիտեք, աշխարհաքաղաքականության եւ մնացած բոլոր այդ դգիրումների մեջ հիմա 21-րդ դարում առավել եւս առաջնային դառնում են մի քանի ֆակտոր։ Առաջինը անվտանգությունը, երկրորդը տնտեսական կապերը եւ երրորդը, որը քիչ կարեւոր չէ, այն հնարավորությունները, որոնք աշխարհաքաղաքական այս կամ այն, հա, ուղղությունները թույլ են տալիս քեզ ուժեղանալու։ Եթե այս ամենը տնենք մի անգամ գոնե առանց էմոցիայի, ռեալ դաշտում, ռացիոնալ քննարկենք, եթե լսում եք, մեզ ասվում է էմոցիոնալ բաներ եւ ասվում են ռացիոնալ բաներ։ Գազը արժի այսքան։ Ինչքան էլ մենք համաձայն լինենք, համաձայն չլինենք, ռացիոնալ արտահայտված կարծիքների հետ առաջին հերթին քաղաքական էլիտան եւ պետական գործիչները, որովհետեւ իրենք են պետության համար պատասխանատու, պիտի հաշվի առնեն։ Մեզ ասվում է ռացիոնալ սկզբունքներ։ Մենք սկսում ենք էմոցիաների վրա քննարկել։ Ինքը լավը չի, սա լավն է, նա նրան խաբեց, նա Ուկրաինան վմբակոծեց եւ այլն։ Կա ռացիոնալիզմ։ Մենք կարող ենք երեխայի նման, փոքր երեխայի նման ոտերը խփենք գետնին եւ ասենք մեզ ոչ մի գազ էլ պետք չի։ Մի անգամ չի եղել դա 91 թվականին։ Ջերմուկի բան եւ այլն, հա։ Իհարկե կարող ենք։ Եվ սա ես ճիշտ ասեմ, մեր ազգի այդ բնութագիրը, որը շատ ճիշտ է, ես համաձայն եմ եւ առանց քաշվելու սա ասում եմ։ Էմոցիոնալ ենք շատ եւ ռացիոնալիզմից շատ դեպքերում դուրս։ Ես չեմ ասում դա լավ է թե վատ է, այսպիսին ենք։ Դրա համար էլ ժողովուրդը փորձում է ընտրությունների եւ այլնի ընթացքով, հա,
հասկանալ եւ բերել մարդկանց այնպես չի։ Գիտեք, ներքին իր շատ որովհետեւ հին ազգ է, խելացի ազգ է, չէ՞։ Ինքը իր ներքին համոզմունքներով հասկանում է, որ մի բան այնպես չի։ Մի բան այնպես չի, բայց ինքը չի ուզում, արամ հասկանում եք, մեր ազգը ինչ որտեղ միգուցե հոգնել է, միգուցե ինչ որտեղ արդեն համարում է, որ իր պարտականությունը որպես ազգ կատարել է, որովհետև անկախ պետություն է, կան անկախ քաղաքական գործիչներ, քաղաքական կուսակցություններ, ինքը դիլիգիրաբլ, հա, այդ բոլոր հարցերը, ասում է դուք պատասխանած եք, դուք ավելի ինֆորմացիա ունեք, որովհետև դա արդեն անկախ պետության ներսում է, չէ՞։ Հայերն են չկառավարելու հայերին։ Հուսանք, որ մինչև վերջ այդպես կլինի։ Այսինքն, իրենք ասում են դուք որոշեք, հա, այդ բոլոր հարցերը, մենք այսպիսին ենք, մեր մոտեցումը էմոցիոնալ է, մեծ հաշվով, բայց դրա հետ միասին, եթե նկատում եք, մարդիկ պատերազմում են Հայաստանի համար, մարդիկ մինչև վերջ այսօր նույնիսկ չեն ուզում մոռանալ Արցախը եւ այլն, այսինքն դա ցույց է տալիս, որ այդ առումով նույնիսկ ամբողջ հասարակությունը չի, որը այդպես ոտքերը խփելով մարդիկ սկսում են ամեն ինչի նկատմամբ հետաքրքրություն դրսևորել։ Կամ էլի մի շատ բնորոշ օրինակ, դուք ասացիք ատոմային էներգիայի մասին, Վենսը մի հատ կախարդական փայտը կոծեց սկալի եւ կբարձրանա վեր կխոյանա ձրի ատոմակայան կամ մոդուլային ատոմակայան կամ որևէ մեկը Ռոսատոմը կարևոր չի դա կրթության պակասից է։ Գիտեք, ոչ, դա կրթության պակասից չէ, դա ներկայացվող ձևից է։ Քաղաքական էլիտաները այսօր սա կլինի, մյուսը կլինի։ Այն պահից, երբ որ կսկսեն իսկապես իմ կարծիքով շատ կարևոր բան եմ իմ ասում։ Այն պահից, երբ որ կսկսեն միայն տեսնել պետական շահը, հասկանալ, հա, որ նույնիսկ այն ամենը, ինչ իրենց անձնական շահի հետ չի համեմատ, ես նկատի ունեմ փող եւ այլն, ես նկատի ունեմ քաղաքական որպես կապիտալ շահ, չի համընկնում, բայց սա ճշմարտությունն է եւ ռացիոնալ այս լուծումն է ճիշտ։ Վենսը եկավ, ինչ ասեց մեզ, շարունակեմ դեր միտքը, որպեսզի ամեն ինչ տեղ ընկնի։ Ասեց, այսպես կլինի, այսպես կլինի, այսպես կլինի, Նիկոլ Փաշինյանն էլ անտվայք վարչապետ։ Դրա համար մի թիմ սկսում է քարոզել, որ Վենսի ասածը լիովին ճիշտ է։ Ինչու՞։ Դուք շատ հետաքրքիր օրինակ բերեցիք, որովհետև հենց Վենսի ասածը մեկը պիտի տեղում հարցներ, հա, ասել պարոն Վենս, շատ շնորհակալ ենք, իհարկե որևէ խնդիր չկա, որ ուզում եք օգնել, ես իմիջիայլոց կողմ եմ բազմաբևեռ օգնություններին տնտեսական 21-րդ դար է։ Դու չես կարող դիվերսիֆիկացիա։ Այո, այսինքն ուզես թե չուզես մտնելու ես այդ ամենի մեջ։ Հենա Իրանում պատերազմը լոգիստիկ խնդիրներից Հայաստանի հեղու գազ եւ այլն, այսինքն դու չես կարող դա հաշվի չառնել։ Բայց եթե դու մոդուլային մի հատ հլա դեռ ռեակտոր չես կարող սարքեիր, այսինքն այդ դրա համար եմ ասում, երբ որ անձնական շահից դուրս քաղաքական նկատի ունեմ, իշխանությունը ռեալ կգնահատի եւ ռեալ նայի իմիջիալոց ասեմ, արամ ջան, այստեղ ես պիտի ինչ որ մասով նաեւ ասեմ, որ կարող է եւ սխալվել հաշվարկների մեջ, որոշումների մեջ եւ այլն։ Քաղաքական սխալներ թույլ են տալիս բոլորը, բայց եթե դրանք քաղաքական են, հասկանում եք, եղել է ցանկություն ամենալավը ընտրել, նույնիսկ իր քաղաքական շահերի դեմ, բայց սխալվել է, այդպես է լինում։ Բայց այստեղ ամեն ինչը նայվում է ինչ որ մի թիմի շահից շատ բեպկերում։ Ռուսաստանի հետ հնարավոր է մեղմ, ինտելիգենտ քաղաքակիրթ ապահարզան, որի մասին խոսում էր Պուտինը, որովհետև Ուկրաինայի փորձը ցույց է տալիս, որ այդպիսի բան հնարավոր չի։ Ես երբ է եղել այդ Արամ ջան, Ռուսաստանի հետ եւ ոչ մեկն է կարողացել այդպես ինտելիգենտ ապահարզան ունենալ։ Այսինքն Բելովեժյան համաձայնությունները կարծես թե պետք է ուղղված լինեին այդ ինտելիգենտությանը, բայց չստացվեց։ Դրանից հետո 8 միլիոն մարդ դարձավ գաղթական, պատերազմներ սկսվեցին տարբեր տեղերում։ Մեր կողքի հարևան Վրաստանը կորցրեց տարածքներ, ինչու Ուկրաինան, Վրաստանը։ Այդ երբ է եղել, որ
ինչ որ առումով գերպետությունների, հա, պարագայում շատ դեպքերում եղել են դեպքեր, այնպես չի որ հանգիստ, այսինքն հրաժարվել են եւ այլն։ Բայց այդ դեպքերը արդեն շատ վաղուց են։ Այսինքն եղել են դեպքեր, երբ որ պետությունները, մեծ պետությունները ապահովան են այդպես Չեխոսլովակիան ապահովանով հանգիստ բաժանվեց եւ այլն, ոչ միայն դա։ Մեծ պետություններն էլ զիջել են, հանգիստ դուրս են եկել, ապատեիդի անվան տակ, հա, որպեսզի այդպես չլինի եւ այլ, բայց դա շատ վաղուց է եղել։ Հիմա կոնկրետ այս Ռուսաստանի պարագայում հնարավոր է։ Ես եմ հավատում նման բանին եւ իմ թե քաղաքագիտական թե պատմական գիտելիքները թույլ չեն տալիս այդպիսի որևէ եզրակացության անգել։ Մի ավանդույթի մասին ուզում եի հարցնել հայ-ռուսական հարաբերությունների նկատի ունեմ 35 տարվա, որովհետև դարերի ընթացքում շատ բան է եղել։ Դրանք փոփոխվում են, արդիականանում են, թե չէ։ Դուք նկատի ունեք սկզբունքները, թե կապերը։ Սկզբունքները։ Հայ-ռուսական հարաբերությունների մեջ։ Գիտեք, ինչքան էլ երկու կողմից, հատկապես ռուսական կողմից, հնչի, որ արդիականանում են, որ դեպքեր ենք բաժանում, լեզուն ենք փորձում եւ այլն։ Ոչ, չեն արդիականանում ցավոք սրտի, չեն արդիականանում։ Բայց ես վստահ եմ մի բանում։ Ես դրանում այ ինքս վստահ եմ, ինչպես ֆրանսիական ժողովուրդը, այնպես էլ ռուս ժողովուրդը իսկապես հայ ժողովրդի բարեկամն է։ Այդ սկզբունքը, որ իսկականից բարեկամներ են, իսկապես 2 միլիոն այնտեղ չէին ապրի, մոտ 800-600,000 այնտեղ չէին ապրի, հա, մնացած երկրներում էլ Ամերիկայի Միացյալ Նահանգները մի քիչ ազգային կառուցվածք չունի, հա, ինքը ընդհանրապես ստեղծվել է։ Հա, կացա միգրանտների պետություն եւ այլն, դա համար այնտեղ չեմ ասում։ Բայց եթե վերցնենք որպես ազգեր, այդ ազգերը իսկապես մեծ բարեկամ ազգեր են։ Պարսկաստանի մասին չեմ ասում, այնքան են խառնվել նույնիսկ տոհմածավերով եւ այլն, հա, թակավորներով եւ այլն, այնտեղ մի քիչ դժվար է նույնիսկ ասել ովումն է, ստեղ ինչ որ առումով, ինչ որ մասով, ինչ որ սկզբունքներից ելնելով, արդեն ոնց որ թե համարյա թե նույն սկզբունքներն են դավանում, նկատի չունեմ, հա, կանոնական եւ այլն, այլ զուտ մարդկային։ Դրա համար այդ սկզբունքներից ելնելով, գիտեք, մենք քանի որ ավելի հին ազգ ենք, ես այստեղ տեսնում եմ ավելի շատ մեր բացը։ Եթե ատոմային երկիր է Ռուսաստանը, եթե ունի այդպիսի գազա նավթային հզորություններ եւ այլն, միգուցե նաեւ մեր խնդիրն է, որ մեր խնդիրն տարածաշրջանային խնդիրների եւ բանի հետ մինչեւ վերջ չեն կարողացել մեր փոքր եղբայրը։ Իսկ մենք պիտի փոխվեինք։ Մենք փոխվեինք, ինչ որ առում, որտեղ մենք հին ազգ ենք շատ։ Եվ այդ ակնածանքը, որպես հին ազգի, շատ դեպքերում եմ տեսել, մանավանդ գիտական, կանոնական ոլորտում։ Ես չեմ ասում բաներ, որը չեմ տեսել։ Մենք իրավունք ունենք ռուսներից բողոքելու, դժգոհելու։ Այսինքն խաղապահները պիտի Լաչինի միջանցքը բաց թողեին, բայց նրանք չխոչընդոտեցին, չէ՞, շրջափակմանը կամ ԱՊՀ-ն պետք է արձագանքեր, երբ որ Ադրբեջանը հարձակվեց 22 թվականին Հայաստանի ինքնիշխան տարածքին։ Մենք պետք է դժգոհենք, չէ՞։ Իհարկե պիտի դժգոհենք, իսկ ով է ասում, որ պիտի չդժգոհենք, բայց կա երկու շատ կարևոր բայց։ Որպեսզի մենք կարողանանք դժգոհենք մինչև վերջ եւ դա լինի էֆեկտիվ, այլ ոչ լինի լեզվակռիվ։ Դու ես մեղավոր, չէ, դու ես մեղավոր, դու ասացիր Ղարաբաղը հանձնենք, չէ, դու ասացիր եւ այլն, որպեսզի դա չլինի լեզվակռիվ։ Դա պիտի հենված լինի նույնիսկ կրկնեմ ռացիոնալ անալիզի, փաստերի եւ եղած գործընթացների մեջ։ Հիմա ձեզ մի բան ասեմ, ավանդույթների մեջ։ Արամ ջան, հիշում եք Կար Խաչատուրով գեներալ։ Իհարկե։ Նա ինչ պաշտոն է զբաղեցնում։ Հապկի գլխավոր քարտուղար։ Հիշում եք, որ նրան հանեցին հապկից քարտուղարությունից եւ պիտի դատեին։ Ես նույնիսկ հիշում եմ, որ Վանեցյանը այն ժամանակ ԱԳԲ-ի շեֆ ասում էր, «Всё же պետք չի», բայց ասում է, չէ, պետքա փակենք։ Նիկոլը ասել է, պետքա փակենք։ Հիմա ես նորից կրկնեմ,
ոչ թե մենք պիտի բողոքեինք այդ ամեն ինչից ինչ եղավ։ Գիտեք, արդարությունը եթե չի վերականգնվում, որ կողմից էլ լինի, ապա միևնույն է այդ հացը հետ է գալու կանգնելու։ Ռուսները Ղարաբաղում եւ Հայաստանի հարձակման վրա որպես հապկի անդամ արդար չեն վարվել մեր հետ։ Սա չի քննարկվում նույնիսկ։ Ինչու ինչ երևույթներից ելնելով, երբ մենք ունենանք առիթ հետագայում արդեն քաղաքական խնդիրների հետ խոսելուց, բայց ես ինչու եմ ուզում գալ Խաչատուրովին։ Ես ուզում եմ ասել Հայաստանի իշխանությանը, եթե դու արդեն գիտես, որ հապկում ամբողջությամբ քո բարեկամները չեն, այնտեղ կան ուժեր, պետություններ, որոնք ավելի մոտ են իրենց բնույթով Ադրբեջանի հետ, չէ՞ Արամ ջան, քան Հայաստանը։ Անշուշտ։ Դուրս գալ այն ժամանակ ռեալ չէր, ես չեմ մեղադրում։ Բայց եթե դու այնպես էլ գիտես, որ այդ կառույցը այդպիսին է, ել ուր ես դու քո գործողություններով ավելի ավելացնում։ Ինչու ես դու հիմքեր տալիս արդարացնելու նրանց հետագա գործողությունները։ Այս է ռացիոնալիզմի պակասը։ Արամ ջան, ես մի բան եմ ցանկանում միայն։ Ապրեմ այն օրը, երբ որ ամեն ինչ փոխվի, եւ մենք իմանանք այդ 44 օրվա պատերազմի ժամանակ ռեալ ինչ է կատարվել։ Մինչև այսօր ոչ ես, ոչ դու, ոչ հասարակության մեծ հատվածը վստահաբար ասում եմ, մինչև վեց չգիտի այդ ընթացքում ինչ է կատարվել։ Մենք լսում ենք ինչ որ բաներ, սա թողեց ֆրոնտը փախավ, այս գեներալը այսպիսի խնդիր չլուծեց, Դասալիկներ, 5-րդ շարասյուն։ Այո, 5-րդ շարասյուն, ասում են Ղարաբաղի բանակը պահեց ամբողջը, դուք Շուշին պիտի պահեք, Նիկոլ Փաշինյանին են ասում, եւ ասում է ոչ թե սովորական մարդ, որը այնտեղ է եղել։ Առայժմ այդ քաղաքական բանը տիղմը դեռ կա, հա, այսպես ասած։ Լավ, այդ առանձին խոսակցություն է։ Հիմա որպես մասնագետ, հա, որպես այդ հարցը ուսումնասիրող, իմ տպավորությամբ Հայաստանի ոչ մի իշխանություն, առավել եւս այս իշխանությունը չի խորացել, թե ինչպիսին է Ռուսաստանի պետական համակարգը եւ ինչպես են այնտեղ արտաքին քաղաքական որոշումներ ընդունվում։ Ընդունված է ասել, որ Կրեմլի տարբեր աշտարակներ, որոնք իրար հետ ուրեմն կարող են վիճել, բայց մի կենտրոնից ղեկավարվում են, որ ենթադրենք ադրբեջանամետ Մարկովը մի կողմից, հայամետ Զատուլինը մյուս կողմից, բայց նրանք բոլորը մի համակարգի մաս են։ Այդպես է, թե այդպես չէ։ Իհարկե այդպես է, եւ արտաքին քաղաքական խնդիրների հետ կապված, ինչպես բոլոր մեծ երկրներում, այդպես է նաեւ Իրանում, այդպես է նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում քննարկվում են բոլոր խնդիրները, իրենց երկրի շահերից ելնելով, իրենց պատկերացմամբ։ Սխալ են, ճիշտ են, դա իրենց պատկերացումն է, համապատասխան իրենք միացնում են այսպես կոչված խոսացող գլուխներին։ Իրենց շահերից ելնելով։ Գիտեք ինձ ինչն է շատ միշտ ծիծաղ առաջացնում այդ առումով։ Հայաստանում ընդունված է մեջբերել մարդկանց կարծիքներ եւ ներկայացնել դրանք որպես Ռուսաստանի պետական, հա, ուղղության, պետական ուղղվածության կարծիքներ եւ այլն, այնի շատ դեպքերում վստահեցնում եմ ձեզ, այդ մարդիկ ինչ որ առումով շփվում են միգուցե հատուկ ծառայությունների հետ, որոնք հանրահայականներ են տալիս։ Ինչու ինչ որ առումով հաստատ շփվում են։ Ինչ որ հանրահայականներ են տալիս, շփվում են ադմինիստրացիայի որոշակի չինովնիկների հետ, որոնք հանրահայականներ են տալիս։ Գիտեք ինչու ապրիլի 1-ին կայացավ այն ինչ կայացավ, երբ որ Փաշինյանը գնաց Պուտինի մոտ։ Որովհետև այդ բոլոր ամեն ինչը, հա, տարբեր ուղղություններ Կրեմլին հա ասում էին, որ այնտեղ լավ չի, ինչ որ խնդիրներ են ծագում եւ այլն, վերջո փորձում է Կրեմլը դեռ պայել իրեն ավելի չեզոք։ Որպեսզի այդ հարցը մեկ ընդմիշտ փակվի, ասացին, պահը եկել է։ Վլադիմիր Վլադիմիրովիչ, դուք ինքներդ ներկայացրեք անձամբ եւ խոսեք արդեն ոչ թե Նիկոլ Փաշինյանի հետ միայն, այլ հայ ազգի հետ։ Այսինքն բաց։ Ես գիտեք, ինչ որ առումով մտածում եմ, որ
ինչու ասեցի 2020 թվականի պատերազմի հետ կապված էլ ես այդպես եմ մտածում, ինֆորմացիոն բան չեմ ասում։ Ես մտածում եմ, որ 2020 թվականի պատերազմի հետ էլ կապված մի պահից սկսած մենք լսելու ենք նաև այնտեղից իրենց ասած ճշմարտություն ամենաբարձր մակարդակից։ Հնարավոր չէր ձգել։ Օսկանյանը մի հատ էսպիսի օրինակ բերեց, որ ամուսինը կնոջը դավաճանում է, ունի սիրուհի, կինը ասում է դե մի հատ կողմնորոշվի, այս կողմ թե այն կողմ, ասում է դե սպասի մի քիչ, սպասի, կարող է այդ կինը ինձ ընդունի, եթե ընդունի ես քեզ կթողեմ, եթե չընդունի ես քո հետ կմնամ։ Այսինքն հնարավոր է հետաձգել, այսինքն մայիսի 9-ի ելույթը, այսպես ասած Պուտինի կարելի է մի տարով հետաձգել։ Ես կարծում եմ, որ ոչ։ Այդտեղ արդեն գալիս է ռեալ պոլիտիկա, որովհետև Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Իրանը եւ այլն, նաեւ իրենց շահերից ելնելով զգում է, որ Եվրոպան այստեղ ռացիոնալ բան եմ ասում, որ Եվրոպան զուտ քաղաքական միավորից տնտեսական քաղաքական միությունից դառնում է ռազմաքաղաքական։ Իրենց սեփական զինված ուժերն են ստեղծում։ Միանշանակ ամերիկացիները ուզում են հանել զորքերը գիտեք եւ այլն եւ ռազմաքաղաքական որպես դաշինք։ Իսկ եթե հիշում եք, ռազմաքաղաքական որպես դաշինք ամբողջական Եվրոպան, հա, ոչ այդպես միություն, այլ բան երկու անգամ արդեն մի անգամ Նապոլեոնի, մի անգամ Հիտլերի պարագայում եղել է։ Իրենք ռազմաքաղաքական ընդհանուր դաշինք է եղել։ Հիշեցնեմ 158 դիվիզիա Հիտլերը վերցրել է այդ գրավված երկրներից։ Պատերազմի ընդհանուր ընթացքի, հա, նկատի ունեմ դրանց սպառազինությունները, ոչ անձանց։ Իրենց սպառազինությունը Ռեյխեր, Գերմանիա չէր։ Գերմանիա չէ, այսինքն այն որ գրավեց Բելգիան, Նիդերլանդները, Ֆրանսիան եւ այլն 158 դիվիզիայի սպառազինություն։ Պատկերացնեք դա ինչ մեծ թիվ է կազմել։ Այսինքն ավելի ռազմական առումով ավելի պատասխանված եւ ինչ է եղել Նավաստոկ։ Դրա համար էլ մարդիկ հասկանում են, որ եթե հիմա նաեւ իրենց շրջապատի պետությունները օրինակ Արամ ջան ըստ տեղեկությունների Մոլդավիայում 320,000 մարդ ունի ռումինական անձնագիր արդեն։ Փոքր Մոլդավիան, այսինքն հիմա դա Ռումինիա է, թե Ռումինիա չէ, եւ այլն, այսինքն ԵՄ երկրի անձնագիր ունեն։ Միանշանակ։ Իդեպ ռումինական մոլդովական տարբերակ Հայաստանում հնարավոր չէ, որտեղ մենք Ռումինիա չունենք։ Ճիշտ եք, մենք մեր կողքը շատ ճիշտ եք ասում։ Ես դրա համար էլ գրել էի Պարոն Մակրոնին դիմելով, շատ մեծ հարգանքով վերաբերվելով նորից եմ կրկնում ֆրանսիացի ազգին։ Նորից ասել էի, որ դուք ասում եք, բայց Արևմտյան Հայաստանում հայ չկա, ֆրանսիացի չկա, թուրք է, ասում եք Արցախը, Արցախում ոչ հայ կա, ոչ ֆրանսիացի, նկատում եք եվրոպացի։ Ադրբեջանցիներ դե։ Այսինքն մեր նաև այդ աշխատագիտությունը թույլ չի տալի մեզ այդպես նաուրա, հա, ընդունել պետք է ամեն ինչ գնահատել։ Շատ ճիշտ է, կողքը Ռումինիան է, փաստացիորեն ինչ որ առումով շուտով կարող է դառնալ Եվրոպայի կենտրոն։ Իսկ եթե Կրեմլից դուրս է մարդը խոսում, օրինակ Գենադի Զյուգանովը, նայել է Կրեմլի առաջադրանքը կատարում, թե նա ինքնուրույն է խոսում։ Գիտեք, կամ մարդիկ, այդ թվում նաև Ժիրինովսկին, Զյուգանովը եւ ինչքան էլ համաձայն լինեն չլինեն, ես ճանաչում եմ այդ մարդկանց եւ շփվում եմ։ Դրա համար եմ հասցնում։ Այլն ոչ, այնտեղ կան մարդիկ, կան գործիչներ, որոնք շատ վատ հարաբերություններ կարող են ունենալ ներքին քաղաքական առումով քննադատել, խոսել եւ այլն, ինչ որ հարցերով մանավանդ արտաքին, պատերազմական եւ այլնի հետ կապված կարող են ունենալ սեփական տեսակետները, որոնք պայմանավորեցնում է Կրեմլի որոշակի, հա, ընդհանուր քաղաքականության մեջ այժմ, առաջ այդպես չէր Ելցինի ժամանակ, բայց թե Գենադի Զյուգանովը, թե Ժիրինովսկին եւ թե այնտեղ էլի կան քաղաքական գործիչներ, օրինակ Յավլինսկին, որոնք այնքան արդեն աճած են, այնքան բարձր են, հա, որպես գործիչներ ուղղակի, որ կարող են իրենց թույլ տալ, ասել բաներ, որոնք ընդհանուր գծի հետ դեռ համաձայնեցված չեն։ Բայց չգիտեմ ինչու, Արամ ջան, չեմ ուզում ձեր հաղորդմանն եւ ժողովրդին քաղաքական բան ասել, սրտից խորքում զգում եմ, որ պայմանավորեցված է։ Ձեր նախորդ ասածներից
ես ենթադրում եմ, սա վերջին հացն է, որ Ռուսաստանը չի պատրաստվում գնալ Հարավային Կովկասից։ Ես ճիշտ եմ հասկանում։ Ճիշտ է։ Ոչ միայն չի պատասխանում գնալ, ես հատեմ մի քանի հարցազրույցը, ասում են, որ այլ ավելի մեծ թափով ուզում են հետ վերադառնալ։ Եվ սա կապված է Արամ ջան, սա շատ կարճ։ Սա կապված չէ միայն ռուսական քաղաքականության, Հայաստանի։ Շատ բան փոխվել է, սրա մասին էլ կարծում եմ, եթե հետաքրքրի ձեզ, կարող ենք առանձին խոսել էլի։ Շատ բան փոխվեց ու փոխվել է Իրանյան պատերազմի արդյունքում։ Ոչ միայն չի ուզում գնալ, այլ Իրանյան պատերազմի արդյունքում, չնայած այնտեղ դեռ հեղեղուկ վիճակ է տեսնում եք, եւ պատերազմը ավարտված չի ցավոք սրտի, բայց ինչ որ առումով գեոքաղաքական, այդ հաղթանակը Իրանյան ժողովրդի բերել է լրիվ նոր կացություն եւ բոլորը շատ արագ ընկած փորձում են վերանայել իրենց գեոքաղաքական պլանները։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալություն։ Սիրելի բարեկամներ, ես զրուցում էի Նոր ժամանակներ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հետ։